Եզրաս Ներսիսյանն է մեյդան եկել, Եզրաս Ներսիսյանը այս կաթողիկոսի աղբերն է, ինչպես գիտեք, որի մասին բավականաչափ խոսել ենք ժամանակին։ Հա, եւ Ռոսիա 24 ալիքով ըստ երևույթին իր կազմակերպած հարցազրույցներ, որտեղ 1000 ներողություն լրագրողական փորձի բերումով 400 կիլոմետրից կարելի է ճոգել, թե այդ հարցազրույցով է նախաձեռնել ժողովրդական խոսքով ասած անջորնի ձևակերպում կա հարցազրույց վերցնողը, թե հարցազրույց տվողը, վատ ձևակերպումներ են դրանք, այսպես ասենք, հարցազրույցավարը, թե պատասխանողը, կամ այսպես ասենք, լրագրողը, թե պատասխանողը, ստեղ զռում էր, էլի, որ լրագրողը բան չուներ այնտեղ հարցնելու, չէր գնացել հարցեր տալու, ավելի շատ ասել էին կամ ավելի վերևից Կրեմլից ասել էին Մսյո Եզրաս, господин Եզրաս կամ товарищ Եզրաս, կարող ենք չէ այդպես ասել, не хотите ли вы дать интервью нашему российскому каналу Россия-24 իմացար, հա, ունել ասել է ես ով եմ, որ հանկարծ դուք ասեք ես հարցազրույց տամ ու ես չտամ, ոնց կարող է այդպիսի բան լինել, հա, եւ այդ զրույցը ես ստիպված էի նայել, գործը էլի պետք է արվի, հասկանում եք, կաթ է հասնում դրա դիմաց, մածուն է հասնում, չգիտեմ ինչ է հասնում, ծովափ է հասնում, հիշեցի, հա, ծովափներ են հասնում դրա համար, ինձ նայեցի, որպեսզի դուք չնայեք, ժողովուրդ, դուք պիտի ասեք, որ ես անձնազոհ քայլի եմ դիմել եզրասների եւ էլի մի շարք հասարակական քաղաքական կրոնական գործիչների եւ մի խոսքով տխուր կերպարների ելույթները նայել ձեզ պատմելու կամ քաղելու կամ կամելու համար, բայց քանի որ ես մասնավոր անձ եմ ու իմ տեսակետն եմ ասում ու այս ուղեղի միջով է անցնում դուրս գալիս են ինչ ես նայել եմ, դա կարող է լինել, կարող է որն է, հաստատ շատ սուբյեկտիվ է, այսինքն իմ անձնական կարծիքը մեջն է, իմ ընտրանքը, իմ անձնական կարծիքն է եւ այլն, այնպես որ կարող եք չափավինել իմ մեկնաբանություններին, ճիշտ կլինի որ չափավինեք, եթե հետաքրքրված եք Եզրաս Ներսիսյանի խոսքով կամ ճամարտակություններով կարող եք ինքներդ նայել, հա, որ թացը չորից տարբերեք, հետո չասեք, վայ, Լևոնը այսքան տեղը ոնց որ թե փոխել էր կամ տզել էր կամ այսինչ էր արել։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։